Բարի գալուստ մեր ալիք, ողջունում ենք ձեզ մեր ալիքում և առաջարկում լսել այս անչափ հուզիչ պատմությունը, որը շատ բան կփոխի ձեր մեջ։ Արամն այն տղամարդկանցից էր, ովքեր երբեք չեն կարողացել համակերպվել պարտության հետ։ Երբ նրա և Լիանայի բաժանվելուց ամիսներ անց մտավ քաղաքի ամենաթանկ ռեստորաներից մեկը ընկերոջ հետ գործնական ընթրիքի, չգիտեր, որ այդ երեկոն կփոխի իր հայացքներն ու կյանքը կամ գուցե ավելի ճիշտ պատռի նրա դիմակը։ Ռեստորանի անկյունում մոմերի մեղմ լույսի տակ նա նկատեց Լիանային, էլեգանտ, ինքնավստահ ու խաղաղ հայացքով, բայց նրան զարմացրեց ոչ միայն Լիանայի ներկայությունը, այլև այն, թե ում հետ էր նա նստած, մի համակրելի տղամարդու, որը հագել էր ոճային կոստյում նրբաճաշակ շարժումներով ու շփման բարձր մակարդակով։ Արամի մեջ ինչ-որ բան փոխվեց, նրա ինքնասիրությունը սկսեց խոսել ավելի բարձր, քան բանականությունը։ Նա բարձր քայլեց դեպի նրանց սեղանը, շուրթերին արհեստական ժպիտ։ «Օ, Լիանա, չգիտեի, որ այսպիսի վայրերն էլ կարող ես քեզ թույլ տալ», ասաց կիսատ պռատ հեգնանքով։ Լիանան հանգիստ ժպտաց, ոչ վիրավորված, ոչ էլ շփոթված։ «Արամ, ուրախ եմ քեզ տեսնել։ Այո, իմ կյանքում շատ բան է փոխվել»։ «Հա՞, երևում ա», շարունակեց Արամը, փորձելով ինչ-որ կերպ ստորացնել նրան։ «Գուցե ինձ էլ ծանոթացնես քո ընկերոջ հետ»։ Տղամարդը կտրուկ վեր կացավ, պարզեց ձեռքը և ասաց. «Ի դեպ, ես Դավիթն եմ, Լիանայի բիզնես գործընկերը։ Մենք միասին նոր բարեգործական հիմնադրամ ենք բացել, Լիանան դրա համահիմնադիրն է»։ Արամը շփոթվեց։ Նա չգիտեր ինչն էր ավելի անհարմար, այն, որ Լիանան հաջողակ էր դարձել առանց իրեն, թե որ նրա ներկայիս կյանքը շատ ավելի հարուստ ու բովանդակալից էր, քան իրենը։ Դավիթը շարունակում էր խոսել հանգիստ ու արժանապատիվ։ «Լիանան հրաշալի կին է, նա ոգեշնչում է մեր ողջ թիմին, ու ես համոզված եմ, նա դեռ շատ բարձունքների կհասնի»։ Արամը լռեց։ Նա, ով եկել էր նվաստացնելու, ինքն էր կանգնել նվաստացած դիրքում։ Լիանան ուղղակի ժպտաց և ասաց. «Մարդ երբ ազատվում է այն բանից, ինչ խոչընդոտում է իր աճին, կյանքը սկսում է վարդագույն գույներով ներկվել»։ Բայց հենց այն պահին, երբ Արամը պատրաստվում էր հեռանալ խայտառակ զգալով իրեն, ռեստորանի մատուցողուհին մոտեցավ և շշնջաց Լիանային. «Տիկին Լիանա, ներդրումային գործընկերներն արդեն եկել են, սպասում են ձեզ երկրորդ հարկում»։ Արամը զարմացած շրջվեց. «Ներողություն, ի՞նչ գործընկերներ, ի՞նչ է կատարվում»։ Դավիթը ժպտաց ու թեթևակի հպվեց Լիանայի թիկունքին։ «Այս ռեստորանն իրականում Լիանայի սեփականությունն է։ Նա անցյալ տարի գնեց այն, վերանորոգեց ու վերածեց քաղաքի ամենահեղինակավոր վայրերից մեկի»։ Արամի հայացքը կարծես քարացավ. «Ինչպե՞ս, այս ռեստորանը քո՞նն է, Լիանա»։ «Այո, Արամ, երբ բաժանվեցինք, ես որոշեցի ինձ ամբողջությամբ նվիրել աշխատանքին։ Հիմա ունեմ իմ բիզնեսը, ոչ միայն այս ռեստորանը, այլ նաև տարբեր ռեստորաններ։ Իսկ Դավիթը ոչ միայն գործընկերս է, այլ նաև մարդ, ում հետ իրականում երջանիկ եմ»։ Լիանան հայացքն ուղղեց մատուցողին. «Խնդրում եմ, Արամի հաշվարկը գրանցեք մեր հյուրերի ցուցակում։ Այս անգամ ես եմ հյուրասիրում, բայց միայն այս անգամ»։ Արամն այլևս ոչինչ չկարողացավ ասել, նա միայն զգաց, թե ինչպես է իր ներսում ցնցվում ամեն ինչ, հպարտությունն, ափսոսանքը, կորցրած հնարավորությունները։ Լիանան հանգիստ շարժվեց դեպի վերև։ Արամը միայն հետևեց նրան, հասկանալով, որ երբեմն կյանքը շատ հստակ պատասխանում է բոլոր հարցերին։ Մի քանի օր անց լրագրողներն արդեն գրում էին. «Բիզնես լեդի Լիանան բացել է նոր ռեստորան քաղաքի կենտրոնում»։ Լուսանկարները տարածվել էին ողջ համացանցով։ Լիանան ինքնավստահ, հաջողակ ու գերժամանակակից կերպարով։ Արամը չէր կարողանում հանգստանալ, իր ամբողջ շրջապատը քննարկում էր Լիանայի հաջողությունները։ Նա ավելի ու ավելի էր ընկղմվում իր վիրավորված ինքնասիրության մեջ։ «Անհավատալի է, ես նրան թողեցի, իսկ հիմա բոլորը նրանով են հիանում», մտածում էր նա։ Արամի մտքով անցավ աներևակայելին։ Նա սկսեց գրել լրագրողներին, տարածել անհիմն լուրեր, իբր Լիանան ռեստորանը ստացել է մի ազդեցիկ անձի միջոցով, իբր նրա հաջողությունը իրականում կապ ունի կապերով, ոչ սեփական ջանքով։ Բայց Լիանան դա շուտ իմացավ։ Նա կազմակերպեց մամուլի ասուլիս՝ զուսպ, բայց վստահ։
Նա ներկայացրեց իր բոլոր բիզնես գործունեության մանրամասները, ներդրումները, գործարքները, մասնագիտական ճանապարհը։ Այդ օրը նրա խոսքերը վերածվեցին սոցիալական ցանցերի նշանաբաների։ Երբ կինը մերժվում է, նա չի տուժում, նա աճում է, իսկ երբ աճում է, սկսում է լուսավորվել այնպես, որ նախորդները կուրանում են։ Երեկոյան մի հեռուստաշոուի ընթացքում լրագրողը նրան հարցրեց. «Լիանա, իսկ ինչ կասեք այն մարդու մասին, ով փորձում է ձեզ վարկաբեկել»։ Լիանան ժպտաց ու պատասխանեց. «Մարդիկ, ովքեր խոսում են իմ հետևից, պարզապես հասկացել են, որ երբեք չեն կարող քայլել իմ կողքին»։ Արամը երկար ժամանակ չէր կարողանում մոռանալ վերջին հարցազրույցը։ Լիանայի խոսքերը դարձյալ հնչում էին նրա ականջներում, ծանր, ճշմարիտ ու անհարմար։ Նրա կյանքը գնալով փլուզվում էր՝ բիզնեսում խնդիրներ, պարտքեր, աշխատակիցների դժգոհություններ, և հենց այդ պահին նրա միակ ցանկությունը դարձավ անցյալին վերադառնալը, բայց ոչ այն պատճառով, որ սիրում էր Լիանային, այլ որովհետև հասկացել էր՝ նա էր իր կյանքի կայուն ուժը, որը ինքն էր քամու պես փչել ու կորցրել։ Մի օր նա համարձակություն հավաքելով գրեց Լիանային. «Ողջույն, Լիանա, պարզապես ուզում էի հանդիպել, զրուցել, ոչինչ պարտադրող, պարզապես մի գաված սուրճ, հին ժամանակների նման»։ Լիանան երկար դիտեց հաղորդագրությունը, հուշերը դեռ պահվում էին նրա մեջ, բայց հիմա դրանք չէին ցավեցնում, նրանք դարձել էին սովորական անցյալ։ Նա պատասխանեց. «Բարև, Արամ, գիտես, գաված սուրճի փոխարեն ես հիմա զբաղված եմ մի ամբողջ կյանքով, ու այդ կյանքում քո տեղն այլևս չկա։ Ու ես քեզ հաջողություն եմ մաղթում անկեղծ»։ Արամը մնաց միայնակ, նա հասկացավ մի պարզ բան. երբ կինը մեծանում է, ինքնուրույն է դառնում, վերածվում լույսի, ոչ թե մարդն է կորցնում նրան, այլ ժամանակը, և այդ ժամանակն այլևս վերադարձնել չի լինում։ Մի քանի ամիս անց Լիանան հրավիրվեց միջազգային բիզնես ֆորումի որպես հաջողակ կին ձեռներեց։ Նա մեկնեց Փարիզ նոր նախագիծ սկսելու։ Ամբողջ մամուլը գրում էր. հայ կինն ընդգրկվում է եվրոպական ներդրումային խմբի կազմում որպես ղեկավար։ Լիանան օդանավակայանում կանգնած նայեց հեռուն, ժպտաց ու ասաց ինքն իրեն. «Կյանքը միշտ տալիս է ամենին ըստ արժանիքի, պետք է միայն համբերել և շարունակել քայլել գլուխը բարձր։ Եթե դուք էլ ունեք պատմություններ, որը կցանկանաք հնչի մեր եթերում, ապա անպայման գրեք այդ մասին մեզ, և գրեք նաև, թե պատմությունները ձեզ հետաքրքրում են, թե ոչ»։